Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 11-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 11-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ոյցյան հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում եւ հետո այստեղ նայեք, տխրում եք, որովհետեւ կամ ճանապարհին եք կանգնել, մնացել կանգնած, կամ ճանապարհը չեք գնալու։ Ինչ որ մի բան է այստեղ, որը ճանապարհին է վերաբերվում։ Կամ այդ գործերն է դանդաղում, այդ գործերն է կանգնած, կամ նմանատիպ, հա ինչ որ պահեր են, որոնք ճանապարհի հետ են կապված, կամ չեն թողնում ձեզ գնաք, կամ ոնց որ պահել են ձեզ, ինչ որ մի ձևով ինչ որ բանի հետ կապված։ Համար կարող եք տխրել։ Նաև նամակագրական կապի մեջ կլինեք այդ օրը ինչ որ մեկի հետ, փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ում ինչ որ մեկին նամակ գրեք, օրինակ ասեք, որ ես դրսում եմ մնացել, կանգնած եմ դրսում, հա, օրինակ խնդիրներ կան մեքենայի հետ, դրա համար ուշադիր եղեք, անպայման մեքենան ստուգեք, նոր հետո շարժվեք առաջ, մի այդպես, ոնց որ մի անմիջապես խառնվեցի իրար, մի կանգնեք, հա, ու մնացեք կանգնած, կամ մի առանց ստուգելու տանից դուրս եկեք, մի խոսքով։ Նաև այստեղ կարող եք վիճել կամ խոսակցություն ունենալ նաև ձեր զույգի հետ, ձեր երկրորդ կեսի հետ, միգուցե իրեն մեղադրեք ինչ որ հարցերում։ Եվ այդ օրը բնական է օրը ձեր փչացնում եք եւ ոչ մի բան չեք կարողանում առաջ տանել ձեր գործերից։ Դրա համար ինձ թվում է, եթե առավոտյան, օրինակ, եթե ճանապարհ եք գնալու, ստուգեք մեքենան, սարքինն է, անսարքի է, նոր հետո ճանապարհ գնաք, ինձ թվում է այդ բոլոր խնդիրներից կազատվեք։ Եվ օրը ավելի ուրիշ ձև կընթանա, քան պետք է։ Կամ եթե օրինակ այդտեղ ճանապարհի հետ կապված չտխրեք, որտեղ եթե տխրում եք, խոսակցությունը գնում է դեպի ընտանիք, դեպի հարազատներ, եւ այնտեղ եւս խոսակցություն, հա, եւ արդեն մեկը մյուսին չհասկանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 11-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, այդ օրը ինչ-որ բանում տխրում եք կամ առավոտյան եք արթնանում, այդպես տխուր կամ միգուցե երազ եք տեսել, դրանից է դա կամ արթնանում եք մենակության զգացումով, օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, կմտածեք կամ ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին կմտածեք։ Նաև այդ օրը առաջ խաղացում ունեք, թե գործերում, թե առողջությանը, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել, առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք եւ ժամ կարող եք պայմանավորվել երեկոյան արդեն կամ ինչ-որ մարդիկ ուշ տուն գան կամ դուք ուշ տուն գնաք, այդպես ինչ-որ ժամի հետ կապված է կամ փոխեք ժամը երեկոյան ժամի հետ կապված կամ ինչ-որ մեկի հետ հանդիպանը կամ աշխատանքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 11-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը արդեն վայրորդ մարդն է, որ այս քարտը անընդհատ ընկնում է, այդքան էլ խառնվում է այս քարտերը։ Պլյուս նրան հավաքելուց է խառնվում, նաև այնպես։ Միևնույնն է, էլի ընկնում է սա։ Առավոտյան է սա, կարծես բոլորի մոտ հենց առավոտյան է սա եւ ինչ որ մի բանից տխրում է մարդ եւ միայնակության զգացում ունի։ Չգիտեմ ինչու է սա այդպես, բայց ինչ որ մի բան այնպես չէ այդ օրը։ Նաև ինչ-որ մի բան է ձեզ մոտ փակ է, չի ստացվում այն անել, հա, ելք կարող եք փնտրել օրվա ընթացքում։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, նաև ոչ է տղամարդու կհանդիպեք, կխոսեք հետը կամ ձեր հայրն է, ձեր ամուսինն է, ոչ է տղարից անձնավորություն է, պետական աշխատող է եւ այլն, հա, ինչ-որ մեկի հետ կապված, ինչ-որ մի նաև նորություն կարող եք լսել։ Եվ հուզվում եք այստեղ կամ միգուցե նաև ոմանք արտասվում են, բացի հուզվելը, սեղանի շուրջ եք նստելու այստեղ ձեր սիրելի մարդկանցով, ձեր հարազատներով, ձեր երկրորդ կեսի հետ կարող է լինել դա, տատանվում եք, ինչ-որ թեմաներ եք կարող եք քննարկում, կամ ինչ-որ բան է ձեզ առաջարկում եւ դուք մտածում եք, միգուցե այստեղ սեղանի շուրջ նստած ձեզ սեր են խոստովանում եւ եւս էլի, տատանվում եք, մտածում եք, այն դեպս ինչ-որ հետաքրքիր պահեր են ձեզ սպասվում սեղանի շուրջ կամ ձեզ լավ եք զգում սեղանի շուրջ նստած։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 11-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հաջողություն ունեք, հաջողություն է ձեզ սպասվում, դռներ են բացվում ձեր առջև, ինչ-որ բաներ անելու համար, ինչ-որ գործեր անելու համար, նաև ձեր գործերը առաջ կտանեք, բայց ոչ շատ, որտեվ կամ կհոգնեք, կամ գուցե վատառողջ եք, կամ հիվանդ եք և չեք կարողանում շատ բան անել, և բավական էմոցիոնալ կլինեք, գուցե հենց ինչ-որ բարկանաք, որ այսինչ է, այս հիվանդություն այսքան հավես ունեմ անելու, բայց ոնց որ մարմինս կոտրտվում է, չեմ կարողանում անել, նման ինչ-որ պահեր կարող է նաև լինել, որտեղ ուզում եք գործերը առաջ տանել, բայց չի ստացվում, կամ իրոք շատ եք հոգնում, կամ ինչ-որ բան է։ Ամենայն դեպս էմոցիոնալ կլինեք, օրվա ընթացքում նաև կմտածեք, որ ձեր տղայի մասին, գուցե ձեր տղան է, միգուցե ձեր սիրելին է, կամ ինչ-որ մեկն է ում մասին այս ժամանակահատվածում կմտածեք։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն և այլն, և ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 11-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ-որ մի բան է փակ չեք կարողանում անեք, հնարավոր է նաև դա կապված է առողջության հետ, ոնց որ չեք կարողանում անել, որտեղ պարկած եք, որովհետև ինչ-որ մեկին եք միգուցե խնամում, դրա համար չեք կարողանում դա անել։ Դրա համար փակ է, դրա համար չի ստացվում դա այդ օրը անել։ Սպասում եք ինչ-որ մարդկանց, ինչ-որ մեկին եք սպասում, ինչ-որ բան եք սպասում։ Օրվա ընթացքում որևիցե լուսավոր մի բան տեղի կունենա, դա ձեր մոտ տրամադրությունը կբարձրացնի ձեր, ճանապարհ եք գնալու, ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, այստեղ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, դա կարող է լինել ձեր հայրը, ձեր ամուսինը, որևիցե կարևոր անձնավորություն ձեր կյանքում, կամ ուղղակի պետական աշխատող, և որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 11-ին։
Հարգելի օծեր, այդ օրը առավոտյան որևիցե հնարավորություն կաղաք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք։ Նաև երկար սպասված որևիցե նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, նաև փաթեթ, ինչ-որ բաներ կարող ստորագրել, որին երկար եք սպասել, որ գա, որ ստորագրեք։ Նաև ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք կամ ինչ-որ մեկի հետ նամակագրական կապ կունենաք եւ այդպես ոնց որ ձեր հարաբերությունները կզարգացնեք։ Կամ այն ինչ-որ կանգնածեր, կամ ինչ-որ մի նորություն կողակ լսել, որ ինչ-որ մի բանը, որ կանգնած էր, հիմա արդեն շարժվում է առաջ և ձեզ համար դա առաջ խաղացում է, զարգացում է, ձեր գործերը արդեն կգնան առաջ։ Եվ այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն, նաև ոչ է հարցին ելք եք փնտրելու ինչ-որ մի հարցին լուծում տալու համար, Եվ ոմանք կարող են ժամադրվել այդ օրը, ոմանք կարող են լինել իրենց սիրելի մարդկանց շրջապատով, սիրո խոստովանություն ստանալ, անել, ձեզ լավը զգաք, ձեզ սիրված զգաք, մի խոսքով, հիանալի այդպես սիրտը ուրախ է, հատկապես երեկոյան ժամին, գուցե սիրելի անձնավորությունն է տուն գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 11-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, չի ստացվում, այստեղ կամ փորձում են ձեզ մոլորեցնել, որպեսզի դա ինչ-որ մի բան է, այնպես չի կարծես դրամայել, փորձում են մոլորեցնել։ Դա կարող է կապված լինել նաև ոչ տղամարդու հետ, այդ տղամարդու հետ հանդիպման, այդ տղամարդուն տեսնելու, խոսելու հետ կապված է ինչ-որ բան է։ Գուցե ինչ-որ բան են ասում, որ դուք գնաք այդ պահին այդտեղից։ Նաև դե ինչ-որ չափով դեզայնցել է նաև կախված, թե կստացվի այն, թե ոչ, եթե դուք կարողանաք, ոնց որ ձերը ստիպել, ապա կկարողանաք նաև անել այն, ինչ որ չի ստացվում։ Եվ ճանապարհ եք գնալու, ոմանք նաև սպասում են ինչ-որ մեկը որ գա, նաև օրվա ընթացքում սպասում եք որևիցե փաստաթղթի, որ ստանաք կամ ինչ-որ մի բան ստորագրեք, ապա դա եւս այստեղ կարծես թե դեռ չի գալիս, որովհետև մի փոքր տխրում եք դրա պատճառով, կամ ինչ-որ մեկի նամակին եք սպասում անընդհատ ժամերը գնում են, դրա համար եք կարող են նեղվում, հետո կարող եք նաև գոռգռալ, կարող ձեզ անգամ վատ զգալ գոռգռալուց, այստեղ դրա համար շատ պետք է ուշադիր լինել։ Նաև կարող է փաստաթուղթ է շատ կարևոր, որին սպասում եք, բայց արդեն ժամը ուշ է, եւ դրա համար կարող է չգա։ Եվ մի փոքր այստեղ տխրում եք, միայնության զգացում է, սեղանի շուրջ ինչ-որ ուտում եք, ինչ-որ խմում եք, շատ ուշադիր եղեք, որովհետև կարող է նաև ինչ-որ խնդիրներ նաև առաջանան, եթե շատ օղի է, խմիչքը կարող գլխացավ լինի, եւ հետո արդեն սկսում եք գոռգռալ, գուցե դրանից էլ վատ եք զգում ձեզ, սեղանի շուրջ է դա տեղի ունենում։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Րոպե։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 11-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը այստեղ դուք եք փչացնում ձեր օրը, հա, պետք է փոխեք օրը։ Ձեր ձեռքում է ընդհանրապես, յուրաքանչյուր մարդու ձեռքում է իր օրը, պարտադիր չի այսպես ապրեք։ Նայեք, առավոտյան արթնանում եք, գորգռում եք, գորգռում ու գորգռում եք։ Հետո էլի կարող քնեք, պարկեք, հանգստանաք, նաև դա կարող է վատ եք զգում ձեզ այնքան եք գորգռում, նաև դա կարող է լինել օրինակ ինտիմ հարաբերություններ ոմանց համար։ Եվս հետո խոչընդոտներ կան։ Կարիերան նվազում է, այդքան էլ շատ աշխատանք չկա, որից է կարող եք նաև տխրել։ Այնպես որ ինձ թվում է այդ բացասական էներգիա եք մտցնում ձեր կյանք, դրամա էլ այս վիճակն է, այդպես շարունակվում է։ Եվ տատանվում եք այստեղ սիրային հարցերում։ Միգուցե սիրո հետ կապված, միգուցե ձեր հարազատների հետ կապված, ինչ-որ բան ծանոթ հետև եք անում, միգուցե իրար հետ, հա, դուք եւ ձեր հարազատները, դուք եւ ձեր սիրելին, ինչ-որ բաներ է այստեղ կամ ձեզ առաջարկում է, դուք սկսում եք տատանվել, մտածել այդ ուղղությամբ։ Այսքանը։ Ձեր օրը պետք է փոխեք, որ այս բացասական էներգիան դուրս գա, դեռ շատ է բացասական էներգիան։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 11-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը առավոտյան կարող եք նաև վիճել ձեր կամ զույգի հետ, կամ ձեր հարազատ մարդկանց հետ։ Այդտեղ պետք է ուշադիր լինեք, որտեղ առավոտյան շուտ հետո ձեր տրամադրությունն եք անիմաստ գցելու։ Նաև օրվա ընթացքում կարող գումար ստանալ, կարող եք գումար ծախսել։ Ինչ որ մի բան փակ է, ինչ որ մի բան չի ստացվում, ոչ հանկարծակի լուր կարող եք լսել, դրանից հետո բացվի, կամ հանկարծակի լուր եք լսում, դրանից հետո չի լինում, ինչ որ չափով այն նաև սա կախված է երգեհեսանի մարկանցից, միգուցե իրենք չեն անում, միգուցե իրենք չեն ուզում, որ դա լինի, հա, այսպես, եւ դրա համար էլ այնպես են անում, որ ձեզ մոտ եւս դա չստացվի, փակվի։ Եվ ելք եք փնտրելու ինչ որ հարցին լուծում տալու համար այդ օրը, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ եւ հուզվում եք, արտասվում եք, սեղանի շուրջ եք նստելու, միգուցե ինչ որ մարդկանց եք տեսնում այնտեղ, հա, կամ ճանապարհ եք գնում, դրանից է, հա, ինչ որ կամ ինչ որ մարդիկ են գալիս, որ տեսնում եք իրանց, հուզվում եք եւ հետո արդեն իրար հետ սեղանի շուրջ եք նստում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 11-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ որ հարցին ելք եք փնտրելու, ինչ որ մի բանի հետ է կապված, միգուցե տան առիթն է, միգուցե տան հետ է կապված, ամենայն դեպս այդ օրը նաև տան հետ կապված հարցեր ունեք, կարող ուղղակի ուղղորկա եք անում տունը, կամ ինչ որ մի հարցում ելք եք փնտրում, տան հետ է կապված, ինչ որ բաներ եք անում։ Կարող է հյուր եք ընդունում, դուք եք գնում հյուր, ինչ որ կարևոր մի բան է տունը, գնում եք տան հետ, տան համար ոչ է իր։ Եվ օրվա վերջ, այստեղ ուզում եք պարկել հանգստանալ, բայց կարծես թե չի ստացվում, կամ պարկել էիք հանգստանալ ու կարող են ձեզ նաև արթնացնել, ոնց որ չի ստացվում։ Այստեղ խոչընդոտներ կան։ Խոչընդոտներ են, երգեհեսանի մարդիկ են, ինչ որ մի բանը կանգնացնում են, ինչ որ մի բանը այդպես դանդաղեցնում են, ոչինչ չեն ուզում անեն, հա, ինչ որ պահեր են այստեղ։ Խոչընդոտը դա նաև հենց դա է, որ, հա, որ ինչ որ մի բանը կանգնած է, առաջ չի գնում դա։ Եվ ինչ որ չափով երգեհեսանի մարդիկ կամ ձեր շուրջը ուրախանում են դրա համար, որ ձեզ մոտ առաջ չի գնում, կամ իրենց պատճառով է, որ ինչ որ մի բան ձեզ մոտ առաջ չի գնում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 11-ին։
Հարգելի շներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է հյուրեր եք ընդունում առավոտյան կամ դուք եք գնում հյուր, տեղափոխվում եք, ինչ-որ գործեր եք անում համենայն դեպս տան մեջ կամ տան հետ կապված։ Նաև այդ օրը երկերսանի մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե տան հետ է կապված, միգուցե ինչ-որ մի բան է, որ հյուր է կամ ինչ-որ մեկն է, ով որ այդպես երկերեսանիություն է անում ձեր նկատմամբ։ Եվ այդ օրը ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք, կամ ուշ եք տուն գալու, կամ ինչ-որ մարդիկ կաղեն մնալ ձեր տանը դեռ բավականի երկար, այդպես որ ասեք գնա քնենք էլի վերջո կամ դուք եք մեկի տունը մնալու երկար էլի ձեր համար ասեն գնացեք քնենք էլի ինչ որ բան է այստեղ որ մինչև ուշ ժամ է մինչև ուշ ժամ ինչ որ մեկը մնալու է կամ ինչ որ բան է մնալու դեռ կանգնած դեռ կամ դուք եք ոչ մի չեք անելու երեկոյան ժամային բացարձակապես ոչինչ չեք անել նստելու եք ու ոչինչ չանեք Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 11-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը մտածմունքների մեջ եք եւ կարող այդ մտածմունքները լինել գումարի հետ կապված, ինչ որ մի արժեքի հետ կապված, գումարը ծախսելու, գումարը գալու հետ կապված, այդպես։ Օրվա մեջ հուզված եք, հուզվում եք, նաև կարող եք արտասվել։ Նաև այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ Օցեր կան ձեր շրջապատում, օցավարի վերաբերմունք, միգուցե այդ մասնագետն է օց ձեր նկատմամբ կամ ընդհանրապես օցը ոչինչ չի ուզում անել։ Եվ այստեղ բժշկականի հետ կապված կարող է ինչ-որ փաստաթուղթ եք ստանում, ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրում, միգուցե արձակուրդային է դա, որ ստորագրում եք գնաք հանգստանալու, շատ եք հոգնած արդեն գերհոգնածությունը Կամ այսպես նամակ կարող եք ստանալ եւ իմանալ, որ ինչ-որ մեկը հիվանդ է։ Առողջության հետ կապված խնդիրներ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։